Մայիսի 29-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանը հրավիրել էր ամենշաբաթյա հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Լոռու մարզպետարանի վարչությունների պետերը, պատասխանատու անձինք։ Քննարկվեցին համայնքներում մուտքերի հետ կապված լուրջ խնդիրներ։ Սևակ Հովհաննիսյանն իր զեկույցում նշեց, որ կան համայնքներ, ովքեր ընթացիկ ամսում ընդհանրապես ֆինանսական մուտքեր չեն ապահովել։ Մարզպետը հանձնարարեց մարզխորհրդի առաջիկա նիստի ընթացքում նշել բոլոր այդ համայնքների անունները եւ առաջնային կիրառվող տույժերի ձևը։ Ես հստակ ասում եմ, մուտքը չապահովելու դեպքում ծրագրերից զրկվելու են։ Եթե մենք ուրիշ լծակ չունենք այդ մարդկանց վրա ազդելու, մեր լծակը դա է, դրանով ենք ազդելու։ Արթուր Նալբանդյանն անվստահություն հայտնեց այն մասին, որ համայնքներում մինչ օրս ընդհանրապես մուտքեր չեն եղել։ Խոսվեց նաև աշխատավարձերի դրանց հետ կապված պարտքերի մասին։ Անդրադառնալով գյուղական համայնքներում արկա եւ իրականացվող ծրագրերին, մարզպետը կոչ արեց համայնքապետերին առաջարկվող ծրագրերին միանալու հայտեր ներկայացնելուց առաջ լրջորեն կշռադատել առաջարկությունները եւ իրենց ունեցած ներդրումների համատեղելիությունը։ Անկախ նրանից համայնքի ներդրումը քանի տոկոս է կազմում, իրանք երկու ձեռով կողմ են։ Հետո գալիս են խնդրի առաջ կանգնում։ Դա գալիս է նրանից, որ ունենք համայնքի ղեկավարներ, ովքեր այս ծրագրերին մատերի արանքով են նայում։ Համայնքը ֆոնդային բյուջե չունի գոնե։ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը նշեց, որ մարզի 14 դպրոցներ կներառվեն համաշխարհային բանկի կողմից իրականացվող նախադպրոցական ծրագրում։ Վերջիններից կողմից լուրջ ներդրումներ են իրականացվելու։ Ընտրված դպրոցները ունեն ծրագրին մասնակցելու համապատասխան ռեսուրսներ։ Իսկ առաջիկայում Լոռու մարզի եւ Մայրաքաղաքի 7-ական դպրոցների հետ նախատեսվում է սկսել համագործակցության ծրագիր։ Դպրոցների տնօրենների հանդիպումը կկայանա Վանաձորում։ Հունիսի վերջին կազմակերպեն նշված հանդիպումը տնօրենների միջև։ Տնօրենների միջև կկնքվի համաձայնագիր, հուշագիր, համագործակցության վերաբերյալ։ Ծրագիրը նպատակ ունի շփման, փորձի փոխանակման եզրեր ստեղծել ոչ միայն տնօրենների, մանկավարժների եւ աշակերտների միջև, այլև նախատեսում է այցելություններ տեսարժան եւ պատմամշակութային վայրեր։ Ունենք մարզում նույնիսկ երեխաներ, ովքեր Երևանում էլ չեն եղել ընդհանրապես, եւ վաղը մյուս օրը այդ երեխեքը դառնալու են ուսանողներ, շատ լավ կլինի հենց այս փոքր տարիքից նրանք մայրաքաղաքի հետ ծանոթ լինեն։ Իսկ նախնական զինվորական պատրաստություն առարկայի եւ առարկայական օլիմպիադաների հաղթողներին սպասվում են խրախուսանք եւ շնորհավորանքներ։ Մի հեռուստաընկերություն լուրեր։